Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Արցախի հանրային գործիչ, քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Օսիպյան։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան։ Պարոն Օսիպյան, Ալբանիայում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ, այսպես ոտքի վրա ոչ ֆորմալ Ալիևի, Մակրոնի, Էրդողանի հետ այս շփումները ինչքանով են կարևոր եւ ինչ տվեց դա հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորման գործընթացին։ Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը այնքան խոր է եւ այնքան բարդ է, որ այսպիսի մի հանդիպումով դժվար թե ինչ որ բան տված լինի ու նամանավանդ էլ եթե տված լինի, մենք առաջինը կլսեինք դա հենց իշխանության կողմից։ Կարգավորման գործընթացը մենք գիտենք նույնիսկ որ այս բանը տեքստը համաձայնեցրել են, առաջինը համաձայնեցրել են չեն ստորագրել ու դժվար թե մոտակա վաղտը ստորագրեն, իսկ ի՞նչ ա տալի դա մեր ստորագրության դեպքում, սա էլ հարցի մի կողմն է։ Ես ինչքան որ հետևել եմ ադրբեջանական լրատվամիջոցներին եւ էքս ղեկավարներին եւ մենք գիտենք որ հաճախ հենց պետական ծրագրերը նաև էքս ղեկավարների միջոցով են հայտարարում, իրանց ասելիքը սրանն է, որ նույնիսկ այս համաձայնեցված տեքստը դա իրանք ասում են «рамочное соглашение», այսինքն սկզբունք է, որից հետո մենք նոր նստելու ենք, խոսենք խաղաղության պայմանագրի շուրջ։ Սա ուղղակի «рамочное соглашение», ինչ է նշանակում դա։ Այսինքն ինչ են ասում նաև ադրբեջանցիները, հա, ասում են օրինակ սահմանազատման հարցը։ Հայաստանը ասում է 1975 թվի քարտեզը, մենք էլ ասում ենք 1920 թվի քարտեզը։ 1920 թվի քարտեզով իրանց ասելով Հայաստանի 60%-ը մտնում է իրանց պետության տարածքին իրանք հաշվում։ Ասելիքը սրանն է, նույնիսկ ստորագրությունը, խաղաղության այդ պայմանագրի ստորագրությունը մոտակա վաղտերքը դեռ չի լինելու, ընդհանրապես շատ մեծ ավելի հավանական է, որ ընդհանրապես չի լինի, իսկ ստորագրման դեպքում դա ոչինչ չի տալիս։ Լուրջ հարցերը, որ քննարկվի եւ առաջնահերթը ստեն սահմանազատման, սահմանագծման խնդիրն է, որը որ դժվար թե մենք երբևէ Ադրբեջանի հետ կգանք ընդհանուր հայտարարի։ Եվ սա կարևորագույն խնդիրն է խաղաղության, հա, պետք է սահմանը լինի գծած երկու կողմից ընդունված, որպեսզի որ ասենք խաղաղության են գնում։ Այ հենց այս հարցը արդեն բավական է, որ ըստ այդ process-ների, որ տեղի են ունենում, ասել որ դա երբեք չի լինելու։ Եվ այդ շփումները, այսինքն ոչ մի արդյունք չունեցան։ Այդ շփումները էսա ինչքան ժամանակ է, հա, ասենք թե այդ բանը տեքստը չի իհարկե չունեցան, չեն էլ ունենալու, եւ հայ-ադրբեջանական պայմանագրերի ընդհանրապես հարաբերության ձևավորման կամ վերափոխման հիմքում ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի Հայաստանի գործոնն է, այլ դա նա է, թե ինչպես է կարողանում կամ չի կարողանում Ալիևը իր էքսպանսիոնիստական այդ քայլերի համար համաձայնություն ստանա գերտերությունների։ Ինքը սրա մասին է խոսում, ինքը Հայաստանի հետ չի խոսում, իրան Հայաստանը հետաքրքիր չի։ Ինքը նույնիսկ եթե Հայաստանի հետ խոսում է ցույց տան դրսում ցույց տալու համար իր նպատակները, որպեսզի այդ մեղադրանքներից խուսափի, որ ագրեսորի եւ ցեղասպանի։ Ինչ որտեղ ինքը մեկ-մեկ խաղում է, որ տեսեք, չէ, մենք ուզում ենք խաղաղություն եւ այլն, բայց իրականում իրանք խաղաղության նպատակ չունեն, իրենց Հայաստանը վերացնելու նպատակ ունեն, ընդ որում Ալիևը դա բաց հազար անգամ ասել է, բացի դրանից, նայեք, ոնց է որ եթե ինքը նույնիսկ իր դատարանով արդեն անցակաց փորձում է այդ որոշումը ստանալ, հա, մենք գիտենք որ դատական ֆարս է տեղի ունենում էքս ղեկավարների նկատմամբ եւ սա էքս ղեկավարների նկատմամբ չի, սա Հայաստանի նկատմամբ է, որտեղ որ իրանք ասում են որ դա եղել է ֆաշիստական շարժում 88 թվի շարժումը եւ 94 թվի հաղթանակը եւ ես ամբողջ մեղքը ինքը գցում է Հայաստանի վրա մեկ այնա որ պետության ղեկավարողակի հրետարաբանության առումով է մակարդակով է դա անում հա ոնց որ միշտ մեկ այնա որ ինքը իր դատարանով որոշում է կայացնում որ Հայաստանը ֆաշիստական պետություն է ել ինչ խաղաղության պայմանագրի մասին է զրույցը գնում դա չի լինելու երբեք նարեկ
Այսինքն քո դատարանով դու ընդունես պետական մակարդակով, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է ու գնաս հետը խաղաղության պայմանագիր կնքես, դա աբսուրդի ժանրից է, դա չի լինելու։ Ինչի պետքա դա այդ դեպքում, եթե խաղաղության են գնում, իրանք մեզ փորձեն այդպիսի կոպիտ մեղքերը մեղադրել։ Ոչ մի տրամաբանություն ստե Այսինքն չկա։ սպասենք մինչև 26 թվականի ինչ որ առաջընթաց այս ուղղությամբ։ Խաղաղության հիմնական սկզբունքների տակ, այսինքն խոսքը գնում է սահմանազատման հարցը, սահմանագծման հարցը, Ադրբեջանը երբեք չի ստորագրելու։ Երբեք չի ստորագրելու։ Դե եւ այս առումով մենք կարող ենք ասել, որ այո, այն ֆունդամենտալ խնդիրները, որ պետքա լուծվի, որպեսզի ունենանք ռեալ խաղաղություն, դա չի լինելու։ Ոչ մինչև 26 թիվը, ոչ մինչև 27-ը, ոչ էլ դրանից հետո։ Պարոն Օսիպյան, Հայաստանի ներքաղաքական կյանքում են հետաքրքիր զարգացումներ տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է մեկնարկել վարչապետի թեկնածու է առաջադրվելու Էդմոն Մարուքյանը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ես տեսնում եմ ռուսական կողմի եւ պրոռուսական ուժերի ակտիվացում եւ Էդմոն Մարուքյանը իմ կարծիքով չի նեղանա, որ մենք Իրան հենց այդպես ենք նայում, որովհետեւ ինքը չի թաքցնում իր հենց ռուսական կուրսը, պրոռուսական կուրսը, բայց դե դժվար թե այս պայդրությամբ ինչ որ ռեալ շանսեր ունենան իրենք, չնայած իշխող ուժի մեղքերը չափից շատ է, բայց դե իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ուղղակի ատելով նախկիններին եւ կապելով նրանց ռուսների հետ, այս պայդրությամբ թույլ չեն տա, որպեսզի այսպես ասեմ, պրոռուսական ուժերը գան իշխանության, բայց նա այնպես չի, որ գործող իշխանությունը պրոռուսական չի։ Հարցն ահա ով ինչքան է պրոռուսական, հա, մեկը բացեի բաց ու բացահայտ է դա ասում, մեկը իբր թե բազմավեկտոր քաղաքականություն վարում, բայց դե էլի պրոռուսական է ինքը իրականում, եւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Կրեմլի համար սրանից առավել լավ պայմաններ հնարավոր չի իշխանությունը Իրանը, ընդդիմությունը Իրանը, ընդամենը բավական ինտրիգաներ ապահովեն, որ իբր թե պայքար է գնում իրանց մեջ, որ เป զի առողջ երրորդ ուժերի այդ քաղաքական դաշտ մտնելու հնարավորությունը եւ հնարավորությունը նվազեցնի։ Իշխանությունը Իրանը, ընդդիմությունը Իրանը, Կրեմլին ինչ խնդիր ունի նայեք, որ իշխանություն փոխի, ընդդիմություն փոխի։ Այսքանով էլ կա որպի դա։ Բայց կլինի աջակցություն Քոչարյանի, Սերժ Սարգսյանի խմբակցությունների կողմից Հովիկ Աղազարյանի այս նախաձեռնությանը Մարուկյանին առաջադրելու առումով, թե չէ ըստ։ Դա կախված է հենց բանակցություններից եւ պայմանավորվածություններից, որոնք տեղի կունենան այդ խորհրդարանական ընդդիմություն կոչվածի եւ Մարուքյանի հետ, Էդմոն Մարուքյանի մասն չէ զրույցը։ Չեմ կարող ասել, բաց գտնում եմ, որ այո, то есть հստակ չեմ կարող ասել, բայց հավանական եմ գտնում, որ իրանք կարող այո իրար հետ պայմանավորվեն, փորձեն ինչ-որ մի բան անել, որ հենց ի սկզբանե էլ խաչ կքաշի իրանց այդ փորձի վրա, քանի որ որտեղ որ տեսնում են նախկինների այդ բանը ներկայությունը ինչ որ քաղաքական շարժումում կամ քաղաքական գործընթացում դա որպես կանոն պրավալ է գնում։ Իսկ հանրային աջակցություն կստանան, թե ոչ իրենք։ Եթե Ինչ որ բավականին որպեսզի հասնեն իրենց նպատակի, այս պայդրությամբ ես չեմ տեսնում այդ հնարավորությունները, որ այդքան աջակցություն ստանան։ լավ, Էդմոն Մարուքյանը, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ, եթե վարչապետի տեխնացու է առաջադրվում, գալիս է ազգային ժողով, հարցերի է պատասխանում, ելույթ է ունենում, սա ինչ կնշանակի, հա, նախկին մերժված քաղաքական ուժերի կողմից վարչապետի տեխնացու։ Դե հիմա գիտես ինչու՞մն է, էս է Ռուսաստանի ամբողջ ռեսուրսները։ Էս ունեն, էս են օգտագործում, եւ սա կատաստրոֆա է լինելու Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանի այս դժբախտությունները եւ այս աղետը, որը տեղի է ունենում, դա հենց հիմնական պատճառը նա է, որ Խորհրդային Միությունը փլուզվելուց հետո Հայաստանի բոլոր իշխանությունները քաշել են Հայաստանը Կրեմլի տակ, գցել Կրեմլի ոտերի տակ եւ իրանք վարվում են մեր հետ այնպես, ինչպես որ ուզում են։ Եվ սա է եղել մեր
կոպտագույն սխալը, եւ սրա համար ենք մենք Արցախ կորցրել, եւ սրա համար ենք մենք այսպիսի դժվարին վիճակում հայտնվել։ Դրա համար այդ պրոռուսական ուժերի իշխանության գալը ողջունելի չի, հենց ելնելով Հայաստանի Հանրապետության շահերից։ Ինչու ինչ կարող է տեղի ունենալ։ Կարող է տեղի ունենալ հետագա Արցախի, Հայաստանի արդեն Արցախից հետո Հայաստանի այլ մարզերի հանձնումը, որովհետև մենք գիտենք, որ համենայն դեպս ես որ Արցախում ռուսական ՖՍԲ-շնիկների հետ, նո այսպես թե այնպես ստացվել է որ շփվել ենք եւ շատ տհաճ բաներ են իրանք ասում, ես ինչ ոնց ջոկել եմ, ուրեմն եթե Արցախը տալիս են Ադրբեջանին, որ เป զի Ռուսաստանը իր ազդեցությունը տարածաշրջանում պահի, ինքը պետք է Հայաստանից տենց մի Արցախի չափ մի կտոր պոկի, էդ էլ սարքի հարցական բան խնդիր, եւ այն ոնց որ Արցախի հարցներ օգտագործում Ադրբեջանի Հայաստանի վրա ճնշելու, հիմա մի ուրիշ այդպիսի գործոնը դա ըստ իրենց պետք է լիներ Սյունիքը, որպեսզի եւ Ռուսաստանը ապահովեր Ադրբեջանի արևելյան մասերի կապը Նախիջևանի հետ, վերահսկի եւ Թուրքիայի հետ։ Բաքու Անկարա այդ կարճագույն ճանապարհը լինի ռուսական վերահսկողության տակ։ Մենք գիտենք, որ ռուսները հենց այս նպատակներն են հետապնդում եւ այսօրվա դուրսությամբ միայն կարևոր գործոնը, որը որ խանգարում է այդ ռուս-թուրքական նպատակները իրագործեն, դա Իրանի գործոնն է։ Եվ բայց դե որ ասեցիք ձեր հարցին պատասխանը թե ինչով է վտանգավոր, որ Հայաստանի մի մասն էլ կորցնի։ Ուստեղ ռուսները իրանք բաց իրանց նպատակները հայտարարել Դուք Ադրբեջանը։ նկատի ունեք ֆիզիկական տարածքային մաս են կորցնելու, թե քաղաքական առումով ենք կորցնելու։ Եթե ֆիզիկային տարածքային մաս ես կորցնում եւ այդ մեղրի միջանցքը ընդհանրապես Սյունիքի շրջանը հայտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, ազդեցության տակ, այսպես ասենք, ապա ազդեցության տակ է ընկնում ամբողջ Հայաստանը։ Եվ դա էլ հենց քաղաքական նշանակություն ունի։ То есть այսպես ասեմ, Ռուսաստանը Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար հիմա էլ Հայաստանի մի այլ մասից է պատրաստ կտրի ինչ որ տարածք եւ փոխանցի դա Ադրբեջանին։ Մենք Այսինքն պետք է հասկանանք, որ տարածաշրջանային ճարտարապետությունը ի սկզբանե հենց այդպես էր ստեղծված 200 տարի առաջ ու բանա Օսմանյան կայսրությունը փլուզվելու այդ Աբլոմկախ Ասմանսկա իմպերի հենց ռուսական կայսրությունը սարքել է Թուրքիա, որը որ թուրքական աշխարհ Հայաստանը եւ Ռուսաստանը իրանք կապված են ստեղ նրանով, եթե ռուս-թուրքական հարաբերությունները վատանում է, ապա Ռուսաստանը օգնում է Հայաստանին որպես հակակշիռ Թուրքիային, իսկ եթե լավանում է կամ ինչ որ կիսելու բանալնում Ռուսաստանը Հայաստանի հաշվին Թուրքիային լավություն է անում եւ որպեսզի որ կարողանա Թուրքիայից աջակցություն ստանա, օրինակ այն հարյուրավոր միլիարդավոր դոլարները, որը որ շատ կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի համար Ուկրաինայում պատերազմը շարունակելու եւ այսինքն վարելու։ դուք կարծում եք, եթե Մարուքյանը ընտրվում է վարչապետ, մենք տարածք ենք կորցնում, ճիշտ հասկացա ձեզ։ Եթե այո, որովհետև ասում եմ, հիմա այսօրվա դուրսությամբ այս իշխանությունը ինչ որ ձև փորձում է գոնե ցույց տա, որ ձգտում ունեմ բազմավեկտոր քաղաքականության, չնայած դա ուղղակի իլյուզիա է, բայց դե համենայն դեպս ինչ որ բաներ գոնե ասում ես սենց էլ եմ փորձում անեմ, բայց այդ ուժերը, որ օրինակ հենց նախկինները իրանց տարբերությունը ինչումն է, որ իրանք հակա արևմուտք են եւ միայն ու միայն Կրեմլի խնդիրներն են Կրեմլին են պատկերացնում որպես աշխարհաքաղաքական ուժի կենտրոն։ Այս առումով ոչ թե հարցը Մարուքյանի մեջ է, այլ հարցը նրանում է, որ եթե Ռուսաստանը այս պայդորությամբ, ասենք, օգտվելով Իրանի աջակցությունից, մենք գոնե կարում ենք այդ միջանցքը կոչվածը չակերտներում, հա, այդ ինչ որ միջանցք են ասում մեղրի
չտալ, միջանցք չդարձնել եւ չփոխանցել ռուս-թուրքական տանդեմին, մյուս դեպքում հնարավոր է, որ հենց ելնելով Հայաստանի Հանրապետության համաձայնությունը եւ սրանով արդեն Իրանին էլ ենք մենք զրկելու հնարավորությունից, որ เป զի այդ մեղրին մնա հայկական եւ միջանցք չդառնա Թուրքիայի Ադրբեջանի համար։ Այդ դա լուրջ պնդում է պարոն Օսիպյան, որ օրինակ եթե Մարուկյանը Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուժերի աջակցությամբ վարչապետ է դառնում եւ միջանցք է տալիս, դուք ինչու եք նման բան ասում։ Որովհետև մենք տեսնում ենք, որ հենց Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասեմ, պրոկրեմլ պրոռուսական, ոչ թե պրոռուսական, այլ Կրեմլի հանձնարարությունները իրancs համար հրաման են։ Այ մենք նույնիսկ տեսնում ենք, որ հա նույն Պուտինը, որ ասում է Հայաստանի ղեկավարները նույնիսկ Արցախի անկախությունը չեն ճանաչել, որևիցե սա ուղիղ մեղադրանք է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Որևիցե ինչ որ լուրջ պատասխան ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանից չենք լսել եւ Սերժ Սարգսյանից ինչ որ լուրջ զրույցներ դրա վերաբերյալ իրանք նույնիսկ հակադարձելու կոպիտ մեղադրանքներ երբ որ հնչեցնում է իրանց նկատմամբ իրանք նույնիսկ չեն էլ հակադարձում, որովհետև իրանք գիտեն, որ այդ իշխանությունը իրանց տվել է ռուսը եւ հիմա իշխանության կարող է բերել միայն ռուսը եւ իրանք անվերապահորեն ենթարկվում են եւ պատրաստ են նույնիսկ այդ մեղադրանքները իրանց վրա վերցնել։ Հիմա եթե Ռուսաստանը գա այդ ուլտիմատումը դնի, ասի այ նոյեմբերի 9-րդ պունկտը, այդ ուժերը կարող է գնան այդ զիջումին ու մեղքը գցեն հիմիկվա ԿՊ-ի վրա, ասեն այ դուք եք նոյեմբերի 9 ստորագրել, հիմա մենք ինչ անենք, Ռուսաստանը հզոր պետություն է, չենք կարող, այ դուք եք մեղավոր։ Եվ ամբողջ հետագա տարիների քաղաքականությունը կլինի արդեն հակառակը։ Հիմա ոնց է ներկաները նախկիներին են, չեն մեղադրում, այն էլ կգա, մեկ էլ կսկսեն սրանց մեղադրելը եւ այդպիսով կկատարեն Կրեմլի ծրագիրները։ Պարոն Օսիպյան, այլ թեմաների անդրադառնանք։ Դուք տևական ժամանակ պայքարում եք Արցախի ներդրումային հիմնադրամի գումարների ելքերի հետ կապված, թե ում են գնացել, ինչ է եղել։ Վերջերս էլ ձեր լայվերից մեկում ասում էիք 50 միլիարդ մեկ հոգու են տվել, հա, ճիշտ եմ հիշում, Չէ, Արայք։ մեկ որոշումով։ Հա, մեկ որոշումով 50 միլիարդի ինչ որ շարժ է եղել։ Նախ խնդրեմ ասել գործընթացը ինչ փուլում է այդ ձեր պայքարի դատախազություն էիք ուզում Շահրամանյանի հետ գնալ, գնացիք թե չէ եւ այդ 50 միլիարդի այն մանրամասները ներկայացնեք, ինչ է եղել, ում է տրվել։ Ուրեմն փորձում ենք բան հանդիպումներ ունենալ նաև դատախազության հետ, քննչականը մի երկու անգամ հանդիպել ենք եւ խնդիրը հիմա նրանում է մի հատ բարձենք, տեսնենք ինչ գումարների վերաբերյալ կա քրեական գործեր, ինչ գումարների վերաբերյալ չկա ու եթե չկա ինչու չկա, այսինքն մի հատ բարձել տեսնենք համապատասխան մարմինները ինչ փուլում են եւ որն է իրանց խոչընդոտը այդ դատաիրավական process-ները որպեսզի արագացնեն։ Նպատակը մեր նրանումն է, որ այդ թալանվածը վերադարձնվի եւ արցախցիների սոցիալ խնդիրները լուծվի։ Սա է մեր խնդիրը։ Եվ դրա համար ենք հենց այս ամբողջը փորձում պարզաբանել եւ մենք դեռ ընդամենը երկու անգամ ենք հանդիպում ունեցել, ինքը բնականաբար տևողական գործընթաց է, այսինքն որոշակի ողջամիտ բնականաբար խոսքը չի գնում նենց երկար ամիսների բանի հաշվին, բայց շաբաթների, միգուցե ամսվա ամիս ժամանակ պետք կլինի, որպեսզի որ մենք կարողանանք ամբողջին տեղեկանալ։ Ինչու որտեղ մի քրեական գործ զբաղվում է մի կառույց, մյուս քրեական գործը մի ուրիշ կառույցում է, մենք պետք է ամբողջի մասին տեղեկություն ունենալ եւ այն ինչ որ մենք կարողացանք պարզել քնչականից, ուրեմն խոսքը գնում է 50 միլիարդի, կարծեմ դա ավելի կոնկրետ 49 միլիարդ քանի, ոչ կոպիտ 50 միլիարդի մասին, որը որ 2021 թվականին մի որոշումով ցեսիա է արվել որոշ արտոնյալներին Արցախում 50 միլիարդ դրամի պատերազմից հետո։ Եվ երբ որ մենք սրա մասին խոսում ենք, չգիտես ինչու մարդկանց թվում է, թե որ սա
իշխանության նպատակներն է եւ մենք իրանց ենք աջակցում այն դեպքում, երբ որ մենք բերան ասում ենք, որ այդ գումարները այստեղից փոխանցվել է գործող իշխանության օրոք եւ շատերը որ ուզում են անուններ լսեն, բա ում է փոխանցվել եւ այլն, այստեղ հարցը նույնիսկ առաջնահերթը նրանում չի, թե ում է փոխանցվել։ Առաջնահերթը նրան շատ կարևոր է, բայց դե առաջնահերթը նրան է, թե ով է փոխանցել, ովքեր են այդ որոշումները կայացրել։ Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ 50 միլիարդը դա այն թիվն է, որ Հայաստանի բյուջեն, եթե ավելի շուտ եթե ԿՊ-ն հատկացրել է ինչ-որ մեկին, ինքը պետքա հետևեր դրան։ Չի կարա տենց 50 միլիարդը ուղղակի վերցրեք, ինչ կլինի։ Այսինքն եղել է քաղաքական որոշում, որտեղ որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունները համատեղ են այդ որոշումը կայացրել։ Ու գիտեք Նարեկ, եթե խոսքը գնար ասենք թե 1 միլիոն դրամ, 10 միլիոն դրամ, 100 միլիոն դրամ, հասա կլինի կոռուպցիայի հարց։ Բայց երբ որ խոսքը գնում է պետության բյուջեի 50%-ի չափի մասին, սա արդեն կոռուպցիա չի, սա դավաճանություն է։ Երբ որ այդպիսի ահռելի գումարներ հատկացվում է կոնկրետ մարդկանց, այն դեպքում, որ ահագին արցախցիներ, հասարակ արցախցիներ, որոնք որ Հադրութում, Շուշիում եւ այլ 2020 թվի դուրսությամբ օկուպացված տարածքներում իրենց ունեցվածն են կորցրել, ոչ մի բան չեն ստացել, ոչ մի կոպեկ, բաց այդ արտոնյալները 50 միլիարդ, այդ մենակ մի որոշում է։ Ինչ է արվել 21 այդ 50 միլիարդը, այսինքն 50 միլիարդ իրանց պարտավորվածությունները, որոնք իրանք վերցրել են բանից, հիմնադրամը, հիմնադրամից, զորացրել են ուղղակի։ բայց 50 ովքեր են միլիոն ստացել այդ 50 միլիարդը։ ես ունեմ ցուցակը այդ ընկերությունների եւ կգա ժամանակ կհրապարակենք ու անուն ազգանուն դեղ ընկերություններն ա գրած, բայց մարդիկ որ այդ ընկերությունների անվանումները ընթերցեն արցախցիները մեծամասամբ հաստատ կիմանան թե ով է դա ում է պատկանում։ Ստեղ խնդիրը ասեմ ինչումն է։ Հայաստանի ուրեմն Արցախում Արայիկ Հարությունյան, միջև Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, այ իրանց մերձավորներին ա գնացել, ուրիշ ոչ մեկին։ Այսինքն գնացել է, այլ հենց իրանց է գնացել։ Կներեք, մի Հիմա հատ թե հարցնի իրանք կամ, վերցրել են հա, օրինակ իրանք վարորդի անվանին դեղ բան են, ասենք մի հատ հեկ են կառուցել, ինձ սա չի հետաքրքրի։ Ինձ վերջնական շահառուն է հետաքրքիր այդ դավաճանական քայլի, ես դրան արդեն ոչ թե կոռուպցիա, այլ դավաճանություն եմ անվանում։ Այդ դավաճանական քայլի շահառուները ովքեր էին, դավաճանական քայլի շահառուները հենց Վերնախավն է։ Եվ այդ գումարը փոխանցվել է պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի օրոք, եւ Նիկոլ Փաշինյանն էլ իմ կարծիքով շատ լավ հասկանում էր, թե ում է դա ուղում։ Եվ հենց մեր խնդիրն է, էսի պարզաբանել, էս լավ իմ կարծիքս է, բայց մենք քայլ առ քայլ գնալու ենք դրա հետևից։ Եվ խոսքը էս մենակ մի որոշման մասին է գնում ցեսիայի վերաբերյալ։ Եղել է հրապարակում Արցախի ներդրումային հիմնադրամին առանձին մի ցուցակ 65 միլիարդ, 65 միլիարդ, որ վարկեր են տվել։ Այդ վարկերի բանը վերջին չի ասել, ոչ մեկ չի գիտի։ Դրանից բացի նա որոշ փաստաթղթեր էլ մենք ունենք մի 20 մոտավորապես միլիարդի, այսինքն եթե լավ այս ամբողջը ուսումնասիրենք, հենց գալու է իմ կարծիքով դառնա Արցախի նախկին այն ժամանակվա պետնախարարի հայտարարության համաձայն մի թիվ այն ժամանակ ինքը հայտարարել է, որ 150 միլիարդի պարտավորվածություններ կա հիմնադրամի նկատմամբ եւ վարկառուները իրանց պարտավորվածությունները չեն կատարում։ Խոսքը գնում է 150 միլիարդի մասին։ Դա Արցախը երբեք այդպիսի բյուջե չի ունեցել։ Եվ սա հանակ չի, եւ սա շատ լուրջ է, բացի դրանից էլ ասում եմ, առաջի խնդիրը հենց այս պահի դուրսությամբ հրատապ խնդիրը, դա արցախցիների սոցիալ խնդիրներն են։ տեսեք, այդ 50 միլիարդը, այսինքն ավելի վաղ է տրվել 21 թվականի որոշմամբ զրոյացվել է, հա, ներվել է, թե Դա ուղղակի չէ, 50 միլիարդը հենց 21 թվականին էլ տրվել է, որովհետև դա ոնց ա եղել, իրանք բան պետական երաշխիքների միջոցով վարկեր են վերցրել, Հայաստանի Հանրապետությունը իրանց վարկերը լրիվությամբ փակել է Արցախ բանկին։ Բայց դա արվում է հիմնադրամի միջոցով, սխեման այդպես էր աշխատում։ Այսինքն, եթե դու Արցախ բանկին պարտքես, դու գնում ես դիմում հիմնադրամը այդ պարտքդ վերցնում է քո վրա, Արցախ բանկի հետ ինքը հարցեր է լուծում, դու որոձիբով մնում ես
Պարկ հիմնադրամին։ Ուստեղ էլ վերցնում ու զորոյացնում։ Չէ, գումարը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության բյուջեից 2021 թվականին։ Հիմա այդ ցուցակում քանի հոգի էր ներառված։ Վայ նարեկ, հոգի չի, բան ընկերությունների անուններն է։ Քանի ընկերություն է։ Այդ կոնկրետ այդ 50 միլիարդի վերաբերյալ կոնկրետ թիվ չգիտեմ, բայց մի քանի ընկերություն ա լրիվ Արցախի նախագաների աջ ձախ թևերը, մոտիկները, բարեկամները, այսպես ասենք։ Բան պատահական մարդ չկա։ Կհրապարակենք դա ժամանակը կգա կհրապարակենք, բայց դե հələ փորձենք մի հատ հասկանալ, թե ընդհանուր ինչքան գործ կա արած եւ մենք դատախազություն դեռ չենք այցելել, հույսով եմ կայցելենք, կընդունեն շատ լավ, կխոսենք, կփորձենք տեղում պարզաբանել ու մեր բանը քնչականի հետ, մեր զրուցիչում ինչով մենք կարող ենք ձեզ օգնել, մեզնից ինչա կախված անենք, որ เป զի այս process-ը արագացնենք։ Նույնն էլ բան ենք անելու, նույն զրույցն էլ լինելու է դատախազության հետ, հաջողության կհասնենք շատ ավելի լավ, չենք հասնի հաջողության, ուրեմն գնում ենք հաջորդ ինստանցիան։ Մենք էլ գիտենք, Շահրամանյանը որ ստեղ պարտավորություն որոշում կայացնողը մի մարդ է, որ գումարները ոնց է փոխանցում ստեղից դեղ, թե ինչքան պետքա գնա, ում պետքա գնա։ Որոշողը գիտենք։ Հիմա եթե այդ կառույցները իրանք հարցի լուծում չեն տալիս, մենք բնականաբար արդեն դիմելու ենք վերևներ եւ այդ հարցերը արդեն իրանց ենք տալու։ Մի հատ տեսնենք այդ ոնց է լինում, որ միլիարդները Հայաստանից փոխանցվում է կլանին, բայց դուրս է գալի հայտարարվում, որ այ մենք պահում ենք հասարակ արցախցիներին։ Հասարակ արցախցիներին աջակցելու նույնիսկ կարիք չկար, ինչ առումով, որովհետև Արցախի հարստությունը հերիք է եւ արցախցիներին եւ որպեսզի Արցախը լիներ դոնոր ռեգիոն մնացած բաների շրջանների համար։ Եվ Շահրամանյանը պարտավորությունը արդեն ստանձնել է ձեր հետ գալու դատախազություն, թե Շահրամանյանի ներկայությունը իրանք մերժել են, ասել են նպատակահարմար չի, կարող ենք ձեզ ընդունել առանց Շահրամանյան ու ճիշտ ասած մեր համար էլ չի խնդիր դեռ առանց Շահրամանյան գնալը։ Իրանից կախվածը այս հարցի դրությամբ նա էր որ դիմեր եւ բոլորին պարզ լներ, որ այդպիսի բան չկա, արցախցիները, չգիտեմ, իրանց կոռուպցիաներներին պահում են ուրիշից փող ուզում եւ այլն, չկա նման բան։ Սա ուղղակի պրոիշխանական լրատվամիջոցները եւ գործակալներն են նման կեղծ լուրեր տարածում, արցախցիների համար կապ չունի, թե ամենայն դեպս ահագի մեծ մասի համար, ով այդ կոռուպցիայից չի օգտվել, իր համար կապ չունի, թե այդ հանցագործը ով է եւ ամեն մեկն էլ պահանջելու է, որ իրանից թալանածը վերադարձնեն իրեն։ Հենց սրա մասին է զրույցը։ Ու ասում եմ, թե Արցախից այդ Ղարաբաղյան կլան, որ ասում են Ղարաբաղցիների մեջ ամենակիչն է։ Չգիտեմ խեն անուն Ղարաբաղյան դրել։ Միգուցե որ երկու գլխավոր բանը այդ կլանի կնքահայերը ժամանակին Ղարաբաղցի են եղել դրա համար են Ղարաբաղյան ասում, բայց հիմա արդեն կլանը երևի պետք է անվանափոխենք, ասենք Իջևանյան կլան, որովհետև բանը Կորյոսնիածիցը փոխվել է կլանի։ Հիմա Իջևանցի է։ Եթե այդ տրամաբանությամբ են գնում։ Բայց սա ուղղակի իշխանության իշխանության այդ հակաարցախյան եւ պարակտիչ այդ քարոզի էլեմենտ է, որպեսզի որ ասենք Ղարաբաղյան կլան, թալանչիները եւ այլն ու Ղարաբաղը հետը Ղարաբաղցի այդ բանը կլեյմոն այդ լինի, որ կարողանա խփեն, ինչի համար սա առանձին խնդիր է, որովհետև իմ կարծիքով հենց գործող իշխանությունները փորձում են Ղարաբաղցիներին սարքել հայ ազգի թշնամի, քանի որ Ղարաբաղցիները իրանցով вообще այդ երևույթը, որ կա, ինքը խանգարում է ըստ իրենց խանգարում է, որպեսզի Հայաստան-Ադրբեջանի հետ բարեկամություն անի։ Դրա համար թշնամին Արցախցին է, չէ՞, թեզը դրել են։ Իրանց երկիրը քանդել են, եկել են, հիմա էլ մեր երկիրն են քանդում։ Եթե սա ուղակի արտաբան անենք, հայտարարենք, դա նշանակում է արցախցիները Հայաստանի Հանրապետության թշնամի են։ Եկել են երկիրի քանդեն։ Այսպիսի շատ վտանգավոր քարոզ է գնում, որը որ ոչ մի լավ բանի չի բերի, ոչ արցախցիների, ոչ արցախցիների, ոչ լենինականցիների, ոչ երևանցիների համար։ Եվ վերջում դուք ինչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը քաղաքական կամք կդերձևորի է ձեր մատնանշած ենթադրյալ կոռուպցիոն
գործարքները բացահայտելու, թե սովորականի նման կպահի ձեռքին որպես խաղաքարտ եւ ըստ անհրաժեշտության հենց պետք լինի դրանց մասին կհիշեցնի, ինչպես օրինակ մենք հիմա տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուսների հետ կապված նախընտրական շրջան է եկել, պետք է թեժացնել իրավիճակը, տեսարաններ ցույց տալ եւ տեսնում ենք, որ բոլորը լծվել են Քոչարյանների գուցե եւ ճիշտ են ասում ունեցվածքի հետ կապված ինչ որ ելույթներ են ունենում։ Այ հենց այն է արդեն իրականությունը եւ նպատակները ինչ որ կա, դուք նայեք հենց նշեցիք, որ եթե մնա Նիկոլ Փաշինյանին, ինքը անելով այն ինչ որ անում է։ Եթե իրան իրոք նպատակը լներ այդ թալանածը վերադարձներ, ինքը դա իր հնարավորությունները ներում է, քանի որ նստած է այնտեղ, որտեղ որ նստած է։ Բայց խնդիրը նրանումն է, որ ինքը չի ցանկանում ավելի շուտ այդ կոռուպցիայի երևույթը ինքը իր նպատակներին է, ոնց նշեցիք, ծառայեցնում։ Մեր խնդիրը վերադարձն է։ Ինչ պետք է անենք, որպեսզի որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունները այլ տարբերակ չունենան, բացի նրանից, որ կոռուպցիայի դեմ ռեալ պայքար են։ Այդ մեր խնդիրը սրանումն է։ Ոնց մենք պետքա բերենք հասցնենք գործը դրան։ Եվ ճանապարհը որ տեսնում ենք, դա հենց հանրային աջակցություն ստանալով է։ Այսինքն մենք գիտենք, որ այո մեր նպատակները եւ մեր այդ ինչի համար ինչով որ զբաղված ենք արդար է եւ բխում է ժողովրդի շահերից եւ ըստ դրան այո մենք հույսներս կապում ենք Հայաստանի Հանրապետության մեր քույր եղբայրների հետ, որ իրենց աջակցությունը կստանանք եւ այդ դեպքում այո իշխանությունը կհայտնվի այնպիսի մի վիճակում, որ ուզած չուզած արդեն պետք է այդ թալանածը վերադարձնի եւ մենք նշել ենք, որ ստեղ մենք բան չունենք չենք սահմանափակում մեզ միայն Արցախից թալանածով թալանվել է ամբողջ հայ ազգը եւ այդ համախմբման դեպքում մենք ընդհանուր թալանի մասին ենք խոսելու, որը որ միլիարդավոր դոլարների մասին է արդեն զրույցը գնում ըստ պաշտոնական հայտարարությունների։ Եթե սա գումարում ենք իրար, խոսքը գնում է արդեն մոտ 3 միլիարդ դոլարի մասին։ Ինչ է նշանակում 3 միլիարդ դոլարը, դա նշանակում է, որ մենք ոչ թե ռուսական այդ փթաթ զենքերի վրա ենք հույս դնում, մենք կարող ենք Պետրիոտ համակարգից խոսել։ Ընդհանրապես մի Պետրիոտ համակարգը հերիք էր ամբողջ Արցախի տարածքը փակեր։ Դավաճանությունը հենց այս առումով եմ ասում։ Մեկենա որ խոսքը ներ եսիմ 100-200 հազար դոլարի խնդիր կասենք կոռուպցիա է, բայց երբ որ գնում է այնպիսի գումարների մասին, որոնք որ ռազմավարական խնդիրներ են լուծում, կլուծեին, բայց յուրացվել է իշխանության կողմից, սա արդեն դավաճանություն է։ Ես ձեր հարցին պատասխանեցի կարծեմ։ Շնորհակալություն, Եթե բան չեմ բաց թողել, եթե բան եմ բաց թողել, խնդրեմ նշել։ Շնորհակալություն, պարոն Օսիպյան։ Ձեզ շնորհակալություն։